նույնիսկ ձեր ճուզողները ասում են, որ բացահայտումներից մեկը դրական առումով Նարեկ Կարապետյանն էր այս ընտրաշավի, որը մի քանի ամսում դարձավ լիարժեք քաղաքական գործիչ։ Ինձ էլ Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցից սկսած պարզապես շատ առաջ գնաց եւ արդյոք կարելի է ասել, որ այսուհետ հաջորդ վարչապետը Նարեկ Կարապետյանն է։ Նայեք, Նարեկ Կարապետյանը ինչ-որ նոր բան չի բացահայտել, ինքը իրոք ամենատաղանդավոր հայ երիտասարդներից մեկն է։ Ես անկեղծ եմ ասում, իմ նայելով նույնիսկ հավասարը չունի։ Դրա համար ինքը ընդամենը ցույց տվեց տարբեր ժամանակահատվածներում իր որակները։ Ինքը ցույց տվեց, որ շատ գրագետ է, ինքը ցույց տվեց, որ շատ ինտելիգենտ է, երբ առիթը եկավ, ինքը ցույց տվեց, որ շատ համարձակ է, ինքը ցույց տվեց, որ շատ խելացի է, ինքը միշտ է եղել ուժեղ։ Տնտեսության մեջ Նարեկ Կարապետյանը, ես վստահ կարող եմ ասել, հավասարը չունի, ու իրոք չունի։ Հիմա դա նրանի չէ, որ ինքը իմ եղբոր որդին է, հավասարը չունի։ Դրա համար ինքը կունենա հնարավորություն, դա էլ ցույց տա։ Կդառնա Նարեկ Կարապետյանը վարչապետ թե չէ, ինձ թվում է իր կյանքի ընթացքում մի օր կդառնա, բայց այս փուլում իհարկե ես չգիտեմ։ Դա կախված է լինելու, ինչպիսի հաղթանակ ենք մենք շուտով տանելու։ Եվ երկրորդ հարցը, այսինքն ես կհակադրվեմ եւ ձեզ եւ գործընկերներին, որոնք ասում են եւ դուք եք ասում, որ եվրոպացիները, չգիտեն թե ինչ է կատարվում Հայաստանում։ Նրանք չեն տեսնում այն տերորը, այն ռեպրեսիաները, որոնք տեղի են ունենում անդիմության դեմ, պետք է հավաքել դեսպաններին եւ նրանց բացատրել։ Ես կարծում եմ նրանք շատ լավ էլ տեսնում են, բայց առաջնորդվում են ամերիկյան հայտնի բանաձևով, he is son of a bitch but our son of a bitch, նա շանորդի է, բայց մեր շանորդին է, եւ նրանց պետք է եւ ամերիկացիներին եւ եվրոպացիներին պետք է թույլ ոչ լեգիտիմ առաջնորդ։ Ես խնդրում եմ դրան արձագանքեք։ Ես չասեցի իրանք չեն տեսնում։ Ես ասեցի իրենք չեն արձագանքում։ Բայց շատ կարևոր է մենք աշխատենք իրենց հետ։ Իրենց ցույց տանք, որ այս մարդու քայլերը տանելու են մեր երկրի կործանման։ Ես վստահ եմ, որ եվրոպական երկրներն էլ չեն ուզում, որ Հայաստանի նման պետությունը կործանվի։ Ես վստահ եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ չեն ուզում, որ Հայաստանի նման պետությունը կործանվի։ Բայց ես վստահ եմ, որ իրենք այս մարդու խաբկանքներով ապրում են։ Իրենք հավատում են, որ Հայաստանը կարող է դառնալ հակառուսական պայքարի նոր կենտրոն, ինչը այսօր ձեռնտու է իրենց։ Բայց քանի որ բոլոր պատերազմները ավարտվում են, մենք չգիտենք, միգուցե մի 2 ամսից, մի ամսից եվրոպացիները նորից կդառնան ռուսների ամենալավ բարեկամները, ամերիկացիները նորից կդառնան ռուսների ամենալավ բարեկամները, բայց այդ դեպքում արդեն ռուսները չեն դառնա մեր ամենալավ բարեկամները, քանի որ մենք ամեն օր կորցնում ենք վստահությունը, կոնկրետ ռուսների վստահությունը, իսկ նույն եվրոպացիք, եթե տեսնում են, որ այս մարդը կայուն չի, այս մարդը հավասարակշռված չի, ինչպես կարող են վստահել այդ մարդուն։ Խաղում են իր հետ, օգտվում են մեր հակառուսականությունից, բայց երբ օրը գա, առիթը գա, դուք տեսնեք ամենամեծ թափով իրենք են հարվածելու իրեն։ Ես վստահ եմ դրանում։ Դրա համար մենք չպետք է կորցնենք հույսը, պետք է ամեն օր աշխատենք, պետք է միջազգային կառույցների հետ աշխատենք, ովքեր կարծիքներ են ստեղծում այդ երկրներում եւ հասնենք նրան, որ նրանք հասկանան, որ մեր խնդիրը ոչ թե Հայաստանի վարչապետի պաշտոնն է, մեր խնդիրը 300,000 նորից եմ ասում, կարող է արդեն մարդիկ հոգնան մեզ լսելով, ադրբեջանցիների
թափանցելը Հայաստան կանգնեցնելն է, որովհետև դա ստեղծելու է նոր պատերազմի օջախ։ Մեր խնդիրը առաջի քրիստոնեական երկիրը այս տարածաշրջանում պաշտպանելն է։ Մեր խնդիրը մեր եկեղեցին պաշտպանելն է։ Վստահ եմ իրենք հասկանալով այս ամենը կանեն ճիշտ որոշում եւ հենց իրենց ուժերով ենք մենք հասնելու այս իշխանափոխությանը։